Այո, մարդիկ, որ Բաքվում դատում են, вообще պատերազմի հետ կապ չունեն։ Ոնց չունեն։ Չունեն, էլի։ Եթե 10 հոգի պետք է մարտի 1-ին 10-ն ազովել, իմի 1000-ը կզոհի, բայց չի գնա։ Նիկոլին ոնց բերեցին։ Ով բերեց։ Եվ ով բերեց։ Սերժ Սարգսյանն է բերել, պարոն Բաբայան։ Ինչ կարգավիճակով եք երկխոսում Ադրբեջանի հետ, արդյոք իրավունք ունեք։ Դες կարող են Ես իրավունք ունեմ, Դες կարող են դատել։ Ես չեն կարա ինձ ոչ մեկը դատեն, Հայաստանի Հանրապետությունը համարում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Դեմ եք Քոչարյանին, թե դեմ եք Ղարաբաղցի մարդը լինի։ Դեմ եմ եղել եւ Քոչարյանի եւ Ղարաբաղցի լինելուն։ Ասենք այսքան իմ հետ դուք շփվում եք, ես նման ապուշություն ինձ թույլ կտամ։ Իգլայի գործ չկա այն վրա, ով որ դες ասում է Իգլայի գործ, նա ուղղակի ուղեղից հիվանդ է։ Պարապետնա ճիշտ թե կամանդույշին։ Ինձ խանդ չունեմ Վազգենի նկատմամբ, Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որից հրաժարվել է օգոստոսի 92 թվականի 6 ամսից հետո։ Ընդհանրապես պատերազմ չի լինելու։ Պարոն Բաբայան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք եկաք։ Պարոն Բաբայան, եթե դիտարկենք վերջին շաբաթների, ամիսների թիմի քաղաքական բանավեճը, դիսկուրսը հետևյալն է, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է բերել Նիկոլին։ Մենք տեսնում ենք այդ բուրըն բանավեճը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև, նրանց կողմնակիցների միջև, բանավեճը նաեւ երբեմն փոխակերպվում է վիրավորանքների, պիտակումների եւ այդպես է պարզի դառնում, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Դուք ինչ կարծիք ունեք, ով է բերել։ Իմ կարծիքը հիմնված է փաստերի վրա, բայց քանի որ մենք դեռ վաղ ենք այդ հարցին անդրադառնում, հա, ես կխնդրեի ձեզ, որ այդ հարցը մենք քննարկենք, երբ որ ընտրական փուլ մտնենք, հա, ընտրական փուլ չկա, ասենք դա ակտուալ չի մի այդ հարցը քննարկել։ Մենք խոսելու ենք փաստերով, ոնց են բերել, ոնց է եկել, ով է բերել եւ ինչ է եղել։ Բայց մոտ ենք ընտրական փուլին։ Մոտ չենք, հələ մի տարուց շատ կա։ Դե շատերը պատրաստվում են, օրինակ ասում են իշխանությունը։ Դա իրանց խնդիրն է, ես պատրաստվում եմ։ Իմ խնդրանքը նա է, որ դա մենք խոսելու ենք շատ փաստացի եւ վկաներով, բանով, Համա ես կխնդրեմ մի քիչ ուշացնենք, էլի, որ սենսացիան ապահովենք ձեր ուզած, բայց ընտրական փուլից մոտենալու պահերին։ Լավ, այս հարցին էլ կվերադառնանք, բայց այնուամենայնիվ ոնց որ թե Նիկոլ Փաշինյանի գալը դες միայն օգուտ է բերել։ Ինձ որևիցե այդ ձեր մոտ այդ տպավորությունը կա, ես կարող եմ դա փաստերով ասեմ, ես բանտում եմ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ինքը եկել է, դուք ազատություն եք ստացել։ Չէ, ես Նիկոլ Փաշինյանը ինձ ազատություն չի տվել, ինձ ունեմ Կարապետյան Վահան ընկեր, որ ինքը պատգամավոր էր Ծառուկյան Գագոյի թիմից, որը օգնել է, կազմակերպել է, որ ես դրսում լինեմ, Նիկոլ Փաշինյանի թիմի անդամները դեմ են եղել, որ ես դուրս գամ, դա ես վստահ ասում եմ, դա տենց է, եւ Օրինակով է դեմ եղել, պարոն Բաբայան։ Օրինակ Արայիկ Հարությունյանը կոնկրետ դեմ է եղել ու ձևակերպել է, որ դա քաղաքական չի, հա, այն դեպքում, երբ որ իրանք բոլորը գիտեին դեռ հունվար ամսից, որ պարոն Բաբայանը պիտի ձերբակալեն։ Հա? Դրա համար երբ որ դուք ինձ հարցնում եք, ով է բերել Նիկոլ Փաշինյանը, ես ձեզ ասում եմ մի քիչ ուշ կխոսենք դրանից։ Դա ամբողջ մի շղթա է, հա? Եվ խոսենք փաստերով։ Այդ դուք ողջունում եք ժողովրդական հեղափոխությունը։ Ես ողջունում եի ցանկացած, եթե դուք հիշեք իմ բառակապակցությունը, ինչ եմ ասել, ես ողջունել եմ, ասել եմ լավա որ եկել են, բայց պետք է օրենսդրական բազան փոխեն, սահմանադրությունը փոխեն, հակառակ դեպքում, եթե նույն կոստյումը հագնելու են ու շարունակեն, ախորժակա բացվելու Սերժ Սարգսյանի դերը շարունակեն։ Բայց այդ ժամանակ մի ուրիշ բան էլ եք ասում եք, ես Իշկան Փաշինյանին գիտեմ, ինքը միջև վերջ գնալու է։ Միջև վերջ գնալու է, իհարկե, ինչին է գնալու միջև վերջ։ Հա? Արդարադատության հաստատման։ Արդարադատությանից չենք խոսել մենք։ Ես ասել եմ ինչքան գիտեմ, ինքը միջև վերջ գնալու է։
Բայց օրենսդրական փոփոխությունները նախավորելու համար ախորժակը բացվի եւ օրենսդրության այդ կասյումը իր վրա լավ լինի ու շարունակի։ Հիշում ես այդ բառերս։ Դե չես նայել։ Դա շարունակությունն է։ Դա եղել է դատի, ես մտնում եի, եթե չեմ սխալվում, դատանի դալիճ այդ հարցազրույցը տվել եմ եւ միջև օրս հիշում եմ, ես նորից եմ իմ ես երեք եմ նայել այդ հարցազրույցը, ասում եի ես իրան գիտեմ, ինքը միջև վերջ գնացող է, բայց նաեւ հետո ասացի կարող է գայթակղվի ու դա վերջ, բայց միջև վերջ գնաց, միջև վերջ գնացել է, գնալու է դեռ Նիկոլ Փաշինյանով որ այ փողոցով ասում եք վաղը միտինգ ենք անում հեռացնենք, ուղղակի Նիկոլ Փաշինյան չեն ճանաչում։ Այդ միջև վերջը Եթե 10 հոգի պետք է մարտի 1-ին 10-ն ազովել, հիմի 1000-ը կզոհի, բայց չի գնա։ Կարող եք կնկալեք ինչ եմ ասում։ Այսինքն միջև վերջ ասածը որն է։ Իշխանությունը ամեն գնով պահել է, հա։ Իհարկե։ Բայց դուք ինչ եք հասկանում։ Ձեր մտքից հասկանում եմ, որ նա միջև վերջ գնալու է արդար իրավական համակարգ ստեղծելու համար։ Եթե իրավական համակարգը սահմանադրությունը չի փոխում եւ օրենսդրական բազան չի փոխում, ապա գործում է այն ինչ որ ունեցել ենք դրանով չի կարա ոչ արդարություն լինի, որ որևէ բան լինի։ Մի տարի, 2 տարի առաջ ասին սահմանադրական դատարանը ասեց Ռոբերտ Քոչարյանը ամեղա, մի տարից հետո ասեց չէ մեղավոր է։ Ասենք նման սահմանադրությունում երբ քեզ ոնց պետքա հիմնավորես Բայց դուք ազատության մեջ եք, արդարության հասնել։ Բայց դուք ազատության մեջ եք, էլ ձեր վրա գործեր չկան։ Ես նույնց եմ ասում։ Տեսնում եք, դուք համարում եք ես ազատության մեջ եմ։ 8 տարի մտնում է 9-րդ տարին, ես դատվում եմ։ Դեռ դատը չի ավարտվել։ Ես Իգլայի գործը։ Այո, այդ նույն գործով ես դատվում եմ։ Բոլորը գիտեն, որ ես ամեղ եմ, բոլորը գիտեն, որ ին վրա որևէ ցուցմունք չկա, որևէ ուղիղ բան չկա, ու նույն Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը եւ իրան հարող թիմերը տեղյակ էին, որ ինձ դեկտեմբերից հունվար ամիս հրաման է իջացա ինձ ձերբակալման։ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Չէ։ Նրանք ովքեր իշխանություն էին 18 թվականին դեռ։ Հա? Իրանք գիտեն դրա մասին։ Ապա այս ինչ 8 տարի ինչ եք դատում։ Ինչ եք դատում, որ ես երկրից մարդիկ 9 հոդվածով, 10 հոդվածով մեղադրանք են ներկայացնում, այդ մարդիկ կարող են դիմեն դատարան, դուրս գան արտասահման, գնան տարբեր երկիր բան, ես չեմ կարող։ Այսինքն ես 8 տարի է բանտարկված Հայաստանից դուրս իրավունք չունեմ։ Ուզում եք ասեք Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես ուզում է ձեզ իրավական հետապնդման ենթարկել, մեկուսացնել։ Ես չեմ ասում իրավական հետապնդման, ուղղակի ես կարող եմ ձևակերպեմ, որ ես 8 տարի է երկրից չեմ կարող դուրս գամ, դիմել եմ դատարանին, որ ինձ թույլտվություն տան, որ դուրս գամ առողջական խնդիրներով, մերժում եմ ստացել։ Հիմի դուք դատեք, դուք ինքներդ մեր հասարակության հետ միասին դատեք, ինձ ինչի չեն թույլ տալիս, որ ես դուրս գամ։ Դատական գործը կարող է հետ չգա։ Դե դատական բոլորն էլ դատական գործում են, բայց դիում են գնում են անգամ ամառատ ծովում հանգստանում գալիս։ Ես չեմ կարող հիվանդության պատճառով։ Այդ ձեր Իգլայի գործը է, պարոն Բաբայան։ Իգլայի գործ չկա այն վրա, ով որ դες ասում է Իգլայի գործ, նա ուղղակի ուղեղից հիվանդ է, այդ Իգլա չի եղել է, ասում են Հայաստանը ներմուծել, չգիտեմ, հիմի սաղ մերժվել է, չէ՞ դատարանով։ Հայաստան ոչ մեկ ոչ մի բան չի ներմուծել։ Պարզվում է, որ եղել է Իջմիածինում, պարզվում է, որ դա ընդհանրապես մի հատ դուրբա է եղել, ոչ մի կապ չունի, դա չէր կարա գործի եւ բան։ Պարզվում է հետո ով է տվել, այդ մարդու վրա ինչ գործ են կարել, խափել, որ ավելի մեծ հանցագործություն ունի կատարած այդ անձը բան, գործից անջատել։ Հիմի դատանը որոշել է, որ բերեք միացրեք, տեսնենք ինչ գործ է, որ անջատել եք, չկա բարձում է նման գործ։ Դուք դրա մասին խոսեք։ Լավ, սա հասկացանք։ Տեսնում եք, դեռ չի տալիս։ Պարոն Բաբայան, դուք իշխանությունը լավ քննադատում եք, հարց չկա, բայց ամենասկզբունքային, ամենագաղափարական հարցերում կարծես թե այս իշխանության հետ հաշտ եք։ Օրինակ բերեմ։ Օրինակ։ Այս իշխանության այս փուլում գաղափարական հիմքը որն է, Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է հիմնավորել, որ Արցախը այն գլխից ճանաչված էր Ադրբեջանի կազմում։
Ալմատայի հռչակագրից ի վեր։ Նույն միտքը դուք եք կրկնում, բոլորովին վերջերս հարցազրույցներից մեկում ասացիք, որ 4 նախագահներն էլ սխալ են բանակցել, բառացի մեջբերում եմ եւ հետո օրինակը բերեցիք, որ այդ նույն մադրիդյան սկզբունքներով պետք է Արցախը ճանաչվեր Ադրբեջանի կազմում, այսինքն Նիկոլ Փաշինյանը այս հարցում ոնց որ թե հաշտեք, ու սա ոնց որ թե ամենակարևոր հարցն է, որովհետեւ այս լարված իրավիճակում Ղարաբաղ, Թուրքիա, Ադրբեջան այս մանր-մունր մարտի մեկ անել, կոռուպցիա բան, դրանք ոնց որ այդքան կարևոր չեն։ Սա է ամենակարևոր հարցը, ու ամենակարևոր հարցում Նիկոլ Փաշինյանի հետ հաշտեք, պարոն Բաբայան։ Նայեք, ես երբ որ արտահայտում եմ, ես չեմ դնում ում հետ եմ հաշտ, ում հետ է իմ հայացքները համընկնում, կամ իմ ինֆորմացիան ում ինֆորմացիայի հետ է համընկնում, սենց ձևակերպենք, խնդիրը նա է, որ այդ երեք սկզբունքը, որը դուք մադրիդյան սկզբունք եք ասում, ինչ ասում, առաջի կետով, տարածքային ամբողջականության շրջանակում, ինչ է հասկանում դրա տակ։ Տարածքային ամբողջականություն։ Ադրբեջան։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Երկրորդ կետը։ Երկրորդ կետը ինքնորոշում, այսինքն ցանկացած, երբ որ գրում է պրևենցիտ, այսինքն ներքում ընտրություն է կանում, ինչ կարգավիճակ է ստանում այդ տարածքային ամբողջականության շրջանակում։ Մենք կարանք ցենց ձևակերպենք, կարանք նույն ձևը, ասենք չէ, տենց չի, նա անկախության մասին է խոսքը, բայց իրականությունը հասկանանք ինչի մասին է։ Երրորդ, որ ուժային մեթոդ չի լինել։ Ուժի չկիրառում, այո։ Ուժ չի կիրառվելու։ Հիմի Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կռիվա պատերազմ է սկսել, գրավել այդ տարածքները, քեզ բռնի տեղահանել, հա, եւ այլն, ու ասում է ես կատարել եմ ՄԱԿ-ի որոշումները։ Ճիշտ է։ Տենց ասում, թե ուրիշ ձև ասում։ Չէ, ուղղակի գիտեք խնդիրը որն է, որ առաջ սրա մասին չեք խոսում, սրա մասին սկսեցիք խոսել այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել։ Ես միշտ դրա մասին խոսել եմ եւ երբ որ ինձ ռուսամետ եք անվանում, չգիտեմ, թուրքամետ եք անվանում, ու ինչամետ եք համարում, ես հիշում եք, որ ասում էի մանդատային տարածք պետք է լինի եւ գրքում ես գրել եմ Եվրոպայի մանդատի ներքո։ Չնայած բոլորը ասում են ինքս ես մտամասել եմ ռուսական։ Ես ասել եմ Ռուսաստանը իր ազդեցության գոտին է, պետք է իր կարծիքն էլ իմանալ, բայց մանդատը տալիս է 5 պետություն, ՄԱԿ-ի անդամ, նրանք են որոշում ինչ մանդատ տան, քանի հոգով են նայելու, ով է Ռուսաստանի մանդատի ներքո լինի Եվրոպայի կամ միար, բայց մանդատի ներքո, քանի որ դու պատրաստ ես պատերազմի, դու պատրաստ ես քաղաքական լուծման, զիջման, քեզ մնում է մտնես մեկի մանդատի մի զոնտիկի տակ, հա? Եվ որը ես ձեզ առաջարկել եմ։ Դուք ասեք ինձ դավաճան, թշնամի եւ այլ, ճիշտ է։ Դա ուղղակի 2023 թվականին դուք էլ եք Ադրբեջանի ԱԽ քարտուղար հետ բանակցում, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Այո, հիմի ես ԱԽ քարտուղարի հետ բանակցում էի ներկայացրելի ծրագիր, որ մենք ամբողջականությունը պահպանելով ինքնություն ունենանք եւ ապրենք այդ տարածքներում։ Այո, իմ հակառակորդները, որը Բաքվում են այսօր, ասում են միջև վերջ պայքարել։ Ճիշտ է։ Հիմի հայտարարություն են անում Բաքվից, որ մենք հայերս, ադրբեջանցիք իրար հետ պիտի ապրենք, կողք կողքի պիտի ապրենք եւ այլ եւ այլ։ Հիմի ես էի ճիշտը, թե իրանք։ Այդ դեպքում ինչ է։ Մեզ մնաց երկիրի կորցնելը։ Նույն բանը դուք եք առաջարկում ավելի վատ։ Ինչ եմ վատ առաջ։ Բայց քննադատում եք մադրիդյան սկզբունքները։ Ես ավելի վատ ստեղծված վիճակից եմ։ Դա ձեր ասածն էլ էլի ինտեգրացիա։ Մի րոպե։ Դուք հաղթանակած վարում եք այդ քաղաքականությունը։ Դուք պարտված, ես առաջարկում եմ այդ տարբերակը։ Դա տարբերություն տեսնում եք, թե չեք ուզում տեսնել։ Տարբերություն տեսնում ուղղակի խնդիրն է, որ դուք երբևէ դրա մասին չեք խոսել։ Ես երբևէ դրա մասին չեմ էլ խոսում։ Եվ այն ինչ որ ես առաջարկում եմ, ես չեմ կարող բացեմ ինչ է առաջարկում։ Մինչև Նիկոլ Փաշինյանը չեք խոսել, որ բոլորը բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Ոչ մեկը իրանք այդ որ բացատրում են, այդ պահին ստեղծված վիճակում 2023 թվականին դու այլ բաներ չես կարող առաջարկես, դու պետք է հայեցի պահելու Ղարաբաղը, բանակցեի տեղ, լավ օրեր կգային, նրանց հետո կհասկանայինք, բայց այդ փուլում
այլ ընտրանք չունես։ Չէ, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ինչի՞ չէի կասում, այսինչ եք դուք բանակցում, Արցախը թողում եք Ադրբեջանի կազմում։ Իրոք դուք տենց անկեղծ եք, ես չեմ ասել, դուք տենց եք համարում։ 2009 թվականին, երբ որ դուք Շվեյցարիայում ստորագրում եք փաստաթուղթ Թուրքիայի հետ սահման բացել, միակ քաղաքական գործիչը ես եմ եղել։ Հրապարակային ասել եմ ձեզ, որ Ղարաբաղը նվիրում եք Ադրբեջանին, բա որ չեք նվիրում, ինչ ճանապարհ եք բացում, ով է այդ բացում այդ ճանապարհը։ Բայց մեկը միշտ ինչ կապ ունի նվիրել, ինչ նվիրել։ Դու բացատրում եմ, որովհետև դրանից հետո Բաքուն հայտարարեց, որ Թուրքիան չի կարող այդ ճանապարհը բացի, Էրդողանը մի շաբաթից գնաց Բաքու, նստին խոսին, ասեց մենք մեր աղբեր ժողովրդին չենք դավաճանում։ Հələ մի քիչ է մեր ղեկավարին ձեռ առել, եթե հիշեց այդ պահը։ Էդվարդ Նալբանդյանին։ Չէ։ Այդ ժամանակվա նախագահին Սերժ Սարգսյանին։ Այո, վերցրեք նայեք այդ հերոստա տեսությամբ Ադրբեջանի, Թուրքիայի հետ, Թուրքիայի նախագահան, Էրդողանը եւ Թուրքիայի վարչապետը են վաղ նախագահ չէ։ Եվ այդքանը կատարում է։ Այսինքն ես ասել եմ, որ եթե դուք Ղարաբաղը զիջում եք, կարակ ճանապարհը բացեք։ Այսօր էլ Ադրբեջանը ասում է, Թուրքիան ասում է, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքեք, որ այս սահմանը բացեն։ Պարոն Բաբայան, բայց կներեք էլի, Ղարաբաղը զիջելը այլ բան է, գնալ փողզիջման այլ բան է, 7 շրջանները որևէ տարբերություն չկա, 7 շրջանը տալիս ես, կածանը թողում, բառացիորեն ձևակերպել եմ, որ այդ կածանով մի հատ գառին գիտես ինչ է, այդ մեծ կին գցելու են մեքենայի տակ ու պատճառ դնեն ճանապարհը փակեն։ Իրանք դա չարեցին, իրանք դրին էկոլոգիա ու ճանապարհը փակեն։ Ես դա ասել եմ 9 թվականին դրա մասին, այդ գառի պատմությունը վերցրու նայի, հա, որ այդ կածանը չի կարա գործի, հետո որ բանակցել է, չի էլ հասկանում ինչա բանակցում, որտեղ այդ տարածքները Շուշվից մինչև Հայաստանի սահման 3 հատ գյուղավոր, 4 հատ գյուղավոր հայկական է, մնացածը ադրբեջանցիք են ապրում, դուք ո՞նց եք դրա մեջով գնում գալիս, ասում եք ադրբեջանցիք էլ պիտի վերադառնան։ Այսինքն կարգավորմանը դեմ եք եղել։ Այդ ձև կարգավորմանը ես դեմ եմ։ 7 շրջանները հանձնելուն դեմ եք եղել։ Ես ներկայացրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Լաչին Քալբաջարը եւ 8000 տարած, որը պատմական Արցախն է, որը 1920 թվականի ապրիլին ունեցել է Ղարաբաղը, 21 թվին, երբ որ Սովետը ավտոնոմիա է սարքել, այդ տարածքները նշել է, ինչ տարածքներով պետք է Ղարաբաղը լինի առանձին։ Այսինքն Տեր-Պետրոսյանի պլանին դեմ եք եղել։ Այո, Տեր-Պետրոսյանի պլանին դեմ եմ եղել, ոչ թե ձեր նման ասել եմ ես դեմ եմ, ինչ որ այսօր եք անում, հա։ Ես գրավոր քարտեզա գրել եմ, գրավոր կետարկետ գրել եմ, տվել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես պետք է մատ մեջբերում անեմ, Ժիրայր Լիպարիցյանին հիշում եք։ Խնդրեմ, շատ լավ։ Ինքը 2017 թվականին Առավոտ-թերթում մի հոդված է տպել, ներկայացրել է այդ փուլային, փաթեթային բանակցային գործընթացները, նրբությունները եւ այլն, ու ասում է ինչ որ մի օր 97 թվականին նախագահականում Լողավազանի մոտ հանդիպում է լինում, այդ հանդիպանը մասնակցում եք Արցախից դուք, Լեոնարդ Պետրոսյանը եւ ԱԳՆ նախարար Արկադի Ղուկասյանը եւ Տեր-Պետրոսյանը ներկայացնում այդ փուլային տարբերակը, դուք բոլորդ համաձայնվում եք, լռություն եք պահպանում, ոչ մեկ չի խոսում, Տեր-Պետրոսյանը ոգևորությունը, հա, ոգևորությամբ ասում է պատմության մեջ առաջին անգամ Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի հարցի շուրջ հաշտ է, եւս մեկ անգամ խնդրում որ կրկնեք ձեր համաձայնությունը, բոլորը լռում են, առարկություն չեն ներկայացնում, մի առարկություն ներկայացնում է մասնակիցներից միայն Սամվել Բաբայանը, այստեղ արդեն հոդվածում գրում է, նա արդեն ոտքի էր կանգնել ու հենվել Քոչարյանի աթոռին, երկկողք կողքի նստած եք հոդվածում, այդպես է պատմում, եւ հարց եք տալիս, լավ գոնե Քելբաջարը չենք կարող պահել, եւ այստեղ արդեն Հայաստանի վարչապետ Քոչարյանը արձագանքում է ձեզ, ասում է, այս ինչ եք խոսում, Լաչինը դեռ չենք մարսել, հիմա էլ Քելբաջարն ես ուզում, այստեղ Տեր-Պետրոսյանը ընդմիջում է, ասում է, մի րոպե Ռոբերտ ջան, ու դիմում է Ժիրայրին, ասում է, կարող ես բանակցություններում Քելբաջարը պահել, Ժիրայրը ասում է, այս կանեմ, մենք կանեմ, այսինքն ըստ այս պատմության, ըստ Ժիրայր Լիպարիցյանի բոլորդ համաձայնվել եք, ընդհանրապես մի առարկություն ունեցել եք դուք, առաջարկել եք որ Քելբաջարն էլ պահենք։ Ուրեմն, խնդիր դրանից հետո ես շատ
մի քանի անգամ հանդիպել եմ Լիպարիցյանի հետ, այդ էպիզոդը, որ ինքը ասում է, ես նման բան չի եղել, ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր տան մեջ տետ եմ հանդիպել, որովհետեւ մեկը չի եղել ներկա, այդ թված անձանց խոսել ենք դրա մասին, դրանից հետո անվտանգության նիստ է եղել, նիստում ես միջև այդ ներկայացրած արդեն եւ քարտեզը եւ ծրագիրը կետարկետ տեղ խոսցրել է բոլորին, բայց ինձ հարց չի ուղղել, խի, որտեղ իմ տեսակետը գրավոր իր ձեռքի տակ է։ Լիպարիցյանը ստում, հա, պարոն Բաբայան։ Ես այդ բառը չեմ օգտագործում, ես ձեզ ասում եմ իրականությունը, այդ ինչ քննարկում է, ինչի մասին է եղել, ինչ կոնտեքստից դուրս միտք եք արտահայտում, ես Լևոն Տեր-Պետրոսյանը կա, ողջ է, իրանց տանն է եղել հանդիպումը, ես ու ինքն ենք եղել, իր խնդրանքն է եղել, որ ես գրավոր ներկայացնեմ ամբողջը, բառերն կարամ ասեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասել է, որ Սամո ջան, ես տենց հետ չեմ կարող ձեր ղարաբաղցիներին հասկանամ, տարբեր բաներ են ասում, կարակ գրավոր ինձ տակ, ինչա, ես գրավոր ներկայացրել եմ Արցախը անկախ 8000 տարածքի վրա, 8000 քառակուսի կիլոմետր։ Այդ փաստաթուղթը հրապարակվել է, կարակ ձեր ընկերներից լրատվական դաշտից ուզեք, կետարկետ գրած, ծանոթացեք դրան եւ դա այդ քարտեզին, որը հիմք է հանդիսանում, կարամ ես ձեզ արխիվային փաստաթղթեր տամ, որտեղ 21 թվականին 21-ից 23 թվականը սովետական միությունը ուզում է ստեղծի ավտոնոմ բանը, մարզը եւ այդ 8000 տարածքը նշում է կոնկրետ շրջանը։ Դա ներկայացուցիչ Տեր-Պետրոսյանը ինչ ասեց։ Ոչ մի բան չասեց, ընդունեց եւ վերջ հետո նիստ անցկացրեց անվտանգության նոյեմբերին, տարբեր խնդիրներ քննարկեցին այդ ամբողջը, մնացածի տեսակետը լսեց եւ փետրվարին տվեց հրաժարական։ Պարոն Բաբայան, ուղղակի ինչ-որ մի բան ներկայացնել եմ, մի այբ է, այդ ներկայացրածի իրական լինելը ուրիշ այբ է։ Դե նույնից եմ ձեզ Հիմա կարանք նաև Սևրի պայմանագրի քարտեզ ներկայացնենք։ Դուք ճիշտ եք, դուք լրիվ ճիշտ եք, քանի որ ձեր մտածելակերպն է ձև, այսօր դուք ինչ խոսում եք, դուք եք նիկոլական, ես չեմ, բացատրեմ խի եք նիկոլական։ Դուք երբ որ չեք պատրաստել ձեր բանակը, ձեզ լացել են, ծիծաղել են, բացատրել են, ասել են տղեկ պատերազմի եք գնում, ուզեք չուզեք պատերազմա լինելու, բան, դուք ասել եք, չէ, միջազգային հարթակում մեզ ասել են, որ պատերազմ չի լինելու այլևս, ճիշտ է, եւ գարանտ են կանգնել գերտերությունները, մենք կարանք արխային թալանենք, ուտենք, կայֆավատանենք։ Արել եք, հասել եք դրան, հետո էլ որ պարտվել եք, հիմի ուզում եք գցեք ուրիշի ջեփ, ասում եք ռուսն է մեղավոր, մեկ, հետո ասում եք դե գիտեք, մեզ գործող իշխանությունը, էմի իշխանությունը, սա գցում է հինի վրա, հինի գցում է իրա վրա եւ այլ եւ այլ, բայց չեք ուզում ինձ նման ասեք, որ բոլորդ մեղավոր եք, որտեղ դուք գիտակցելով, որ ձեր բանակը պետք է հզորացնեք, պաշտպանված լինեք, դեռ պատերազմ Այդ ինչքան պետք է հզորացնեին, պարոն Բաբայան, որ ամբողջ աշխարհին դիմադրեին։ Ասեմ, որևէ աշխարհ ձեր հետ չի կռվել, դուք բանը ձեր ֆանտազիքը պահեք ձեր համար, հա, դուք Ադրբեջանի հետ Թուրքիայի օգնել է եւ բազմաշներով այն վաղտել է եղել նույնը, եղել են եւ Ռուսաստանի բազմաշները, Վագլավետ Չիչենցով, հա, եղել են եւ ուկրաինացի կոթաչուններով բանով, եղել են եւ աֆգանցիք եւ այլ ազգեր։ Որ աշխարհը ձեր ասածին դեմ չի եղել, ինչպես Մադրիդյան սկզբունքներ ներկայացրել, որը ձեր մեկնաբանությամբ Արցախ-Ադրբեջանի կազմում է դիտարկում։ Իմ մեկնաբանությամբ, երբ որ մենք բանակցում ենք, երբ որ մեր գալիս են մեր մոտ միջնորդները, մենք ներկայացնում ենք մեր տեսակետը, մենք ոնց ենք պատկերացնում։ Երբ որ ներկայացնողը ներկայացնում է այդ սկզբունքները, նրանք էլ հարցերով ուղղում են, հետո գնում են մի հատ փաստաթուղթ ձևավորում, բերում ձեր դեմը դնում։ Հիմի, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց 2098 թվականին, ձեզ բերեցին ընդհանուր պետության սկզբունքը, երկու պետություն, Ղարաբաղ, Ադրբեջան, հա, անկախ ազատ ասոցիացիա եք կազմում իրար հետ, հա։ Հետո
նման օրինակ եղել է Լատինական Ամերիկայում 3 հատ պետություն, ասոցիացիա են կապել, 5 տարի իրար հետ ապրել են, հետո 3 առանձին հիմի Այսինքն դա լավ պլան էր։ Հա? Այսինքն դա փուլայինից ավելի լավ պլան էր, հա։ Դա եւ փուլայինից է ավելի լավ պլան եւ ամեն ինչից։ Դրանից հետո Ընդհանուր պետությունը, հա։ Այո, ավելի պնդացնելու փոխարեն դուք նորից վերադարձաք հինին։ Դու ձեզ բերին մադրիդյան սկզբունք։ Այդ դա եք արել դուք։ Դրա համար էլ այսօր հիմի ուզում եք շուստերից լինեք։ Ասում եք դե պա գիտեք, այս մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, բա դա իրատեսական պլան չէր, մեկը պատերազմը, այս մեկը պատերազմը դուք պարտվել եք ձեր խելքից։ Ձեր Իդեպ կդնեք էլ Տեր Պետրոսյանին հիշեցիք, այդ իր հրաժարականին դուք հիմա մասնակցել եք, թե չէ։ Ինչին։ Հեղաշրջմանը մասնակցել Ես եք։ որևէ հեղաշրջում չի եղել, որ ես մասնակցեմ կամ չմասնակցեմ։ 98 Եղել է թիմը երկու մասի է բաժանվել, այդ թիմի երկու մասի բաժան մի մասը համարել է, որ Ղարաբաղը պիտի պահենք, մյուս մասը ասել է փուլային պետք է գնանք զիջման։ Հիմի այդ փուլային ասողը տեսել է, որ էմի կողմը ուժային կառույցներ են, բան են, կարող է կոնֆլիկտ դառնա, հրաժարական է տվել։ Սա իրատեսականն է, հիմի դուք դա ուզում եք ձևակերպեք հեղաշրջում, հեղափոխություն, չգիտեմ ինչ, դա ձեր խնդիրն է։ Ուղղակի գիտեք ինչ պատմություն կա, ասում են, որ դուք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բնականաբար դες նկատի ունեք, սպառնացել եք, որ Ղարաբաղում ծառայող հայ զինվորներին գերի կվերցնեք, չգիտեմ ինչեր կանեք, դրանը հաջորդել է հրաժարականը։ Ասենք այսքան իմ հետ դուք շփվում եք, ես նման ապուշություն ինձ թույլ կտամ։ Գիտեք ժողովուրդ ինչ եք խոսում դուք։ Դուք դա արդեն գժության էլ սահման չկա։ Այդ ասող գիժա, ինչի մասին է խոսում։ Դու ատես եկյատ պատմում։ Ինչի մասին է այդ պատմությունը։ Բայց դες բազմիցս ասում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գրավոր լյուբոյ հրաման, որը տար, կատարվելու էր։ Իր հրամանները ցանկացած։ Հասկանում եք, այստեղ եղել է տեսակետներ, համաձայնեք դուք ինչ եք ուզում, ինքը իր առաջարկին ինքը վստահ չի եղել եւ ինքը ընտրել է հրաժարականի տարբերակը։ Ինչի մասին է խոսում։ Մի կարակ հետ հայաց նետեք, ինչ սուտ ասեք, պատմեք։ Այն օրն էլ էին պատմում, որ ես զորքեր էի մտցնում Հայաստան, Երևան, որ Քոչարյանին փրկեմ։ Արա ոտերն եք ընկել Քոչարյանին ասել մնա ախպեր դու ես մեզ ղեկավարում, բայց այդ Սամոյից բերեք բրցնենք, որ մեջքը չպահի, մենք էլ ոնց ուզենք նենց ղեկավարենք։ Ինչի մասին է խոսում, կամ ոտ այդ ստերի մի ավա։ Այսինքն Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալու հետ էլ համաձայն չեք։ Իհարկե ոչ, այնա իմ նամակում Վազգենին ուղղած գրած, ծանոթացեք, ես դեմ էի, կոնկրետ դեմ էի եւ առաջարկել էի Դեմ եք Քոչարյանի Գագիկ Հարությունյանի Սահմանադրական դատարանի Գագիկ Հարությունյանի տեխնացությունը։ Դեմ եք Քոչարյանին, թե դեմ եք որ Ղարաբաղցի մարդը լինի։ Դեմ եմ եղել եւ Քոչարյանին եւ Ղարաբաղցի լինելուն։ Օրինակ ինչի։ Որովհետեւ ճիշտ չեմ համարում, բացատրել եմ, որ եթե Ղարաբաղցի քաղաքական գործիչը գալիս է այստեղ ղեկավարում այն վիճակում սոցիալ տնտեսական վիճակը, ռազմական դեռ պատերազմը չավարտված եւ որ վաղը քեզ մոբիլիզացնեն ուղարկեն Ղարաբաղի ճակատ, ասելու են Ղարաբաղցիք եկել են իրան շահերի համար, տանում են մեր երեխեք կոտորում։ Ոնց որ այսօր ասում եք, չէ՞ դա։ Արհեստական ճշնամանք կա։ Այդքանը ես տեսնելով ասել եմ ես դեմ եմ, որովհետեւ ես 80 թվականին սովորել եմ Երևանում 80-81, երբ որ Դիմիրճյանը Կարեն Դիմիրճյանը եղել է ղեկավար։ Այն ժամանակ Երևանցիներից մեկ-մեկ էլ տակը մի քանի ապուշ գրում են, տես բան չի եղել, բան։ Երևանցիք ու գյումրեցիք նայեք Գյումրի Շիրակի մարզը, ասենց ասենք։ Իրար վրա ինչ փոստեր էիք կապում։ Մոռացել եք երկու ամասվա կինոթեատր Ռասիան, այս երևանցիք ինչքան վատություն են արել, որ գետնի տակով են ման գալիս, մետրոն որ գցեցիք։ Եվ այլ ուզում եմ ինչքան ասեց պատմեմ։ Դա տեսնելով, իմանալով ես դեմ եմ եղել։ Դեմ եմ եղել ու բացատրություն եմ տվել եւ առաջարկություն եմ արել, ով կարա այդ բեռը վերցնի, Գագիկ Հարությունյան կամ դու Վազգեն Սարգսյան։ Որոշեք։ Հետո իրանք որոշել են, որ չէ այդ չեն անում, այս մեկն են անում, արել եք, հիմի եկել է պատասխանի ժամը, սա խուսափում եք, ասում եք, մենք տեղյակ չենք։ Իդեպ Վազգեն Սարգսյանին հիշեցիք, տեսել եք վերջին Սպարապետը ֆիլմը։ Չէ, չեմ տեսել,
գիտեմ, որ հենց այն փոքր երեխա ժամանակ իմ թորն է, այնտեղ այն խուճուճ մազերով երեխան իմ թորն է, չեմ տեսել բացել այից։ Բայց նայելու եք։ Իհարկե, գնամ։ Իդեպ սպարապետ եզրույթի արմատավորմանը ոնց եք վերաբերվում։ Եկեք ամեն ինչ կատարվել է, մարդը մահացել է, զոհվել է։ Սպարապետն է ճիշտ է կամանդոյշին։ Եկեք չանդրադառնանք այդ հարցին, ես չեմ նման բաներ ինձ թույլ չեմ տա։ Բայց գնահատականներ։ Դուք նաև խոսել եք, որ դուք Վազգեն Սարգսյանի հետ խնդիրներ եք ունեցել, մրցակցության մեջ եք եղել։ Նաև ոնց որ թե նրա անձի եւ նրա դերակատարության այս կարգի վեհացումը ձեր մոտ անարդարության զգացողություն առաջացնում, որովհետև հենց նույն այդ ֆիլմում ամեն ինչ վերագրվում է Վազգեն Սարգսյանին։ Եվ դա ոնց որ թե ձեր մոտ խանդ կամ անարդարության զգացողություն առաջացնում, որովհետև դուք եղել եք այնտեղ հողի վրա կամանդոյշի։ Նայեք, կա տես բան։ Որևէ բան չի կարա լինի եւ խնդիրը նա է, որ ռազմաճակատը ղեկավարել ես դու, բոլոր հրամանները դու ես գրում, քո ստորագրությունն է հրամանի տակ, հիմի ով է իր վրա վերագրում, ինչ է վերագրում, դա կուլտուրայի նախարարություն չի, դա բանակ է, ցանկացած քո որոշումը հրամանի է վերածվում, կա հրաման, կա ստորագրություն, կա ղեկավար, մնացածը դա ձեր թվացյալ պատկերացումն է, բայց իրականությունը այդ չի, ինձ խանդ չունեմ Վազգենի նկատմամբ, ես երբ որ ասում եք ես ինչ-որ խանդով եմ վերաբերում կամ չգիտեմ ինչ են արել, ոնց են արել, Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որից հրաժարվել է օգոստոսի 92 թվական 6 ամսից հետո։ Երբ որ 40% Պարտության ժամանակ, հիմի դուք ինձ ինչ եք պատմում, դες չեմ հասկանում։ Հասկանում եք, սպան, զինվորականը ունե նման մարտական ուղի, լսած կաս տենց բան։ Այ որ հրավիրում ես այդ մարդկանց, պատմում են իրանք Օմարից միջև Արազգետ գրավելով գնացել են, ասում ես տղա ջան, մարտական ուղիդ նշի կոնկրետ, որ օպերացիայի, որ ուղղությամբ ու դու ով ես։ Քեզ վստահեցնում եմ 99%-ը զրոյանալու են, մարտական ուղի չունեն, ոչ մի, զրո։ Դուք վստահաբար կարող եք օպերացիաներ Ես ոչ թե վստահաբար, ես ասում եմ բոլոր օպերացիաները մշակել եմ ես, անց եմ կացրել ես եւ պատասխանատու եմ այդ բոլոր հրամանների տակ իմ ստորագրությունն է դրած։ Հիմի դուք ինչ եք պատում, ես չգիտեմ։ Հասկանում եք, դա մար ասում եմ, եկեք այդ մարդկանց ասեք Սամվել Բաբյանին, ասեք ձեր մարտական ուղին ցույց տվեք, որտեղից եք սկսել, որտեղ եք գնացել, օրինակ Աղդամում որ ուղղությունն ես ղեկավարել կամ Քալբաջարում կամ Մարտակերտում կամ Հադրութում կամ եւ այլն, կամ մեկը կա ասում եք, դե գիտես, այս մեկը 80% ինքը արեց, 90% 25 կիլոմետր այս հատվածում այս ուղղությունը կոնն է եղել 280 կիլոմետրից։ Հիմի դու ոնց ուզում ես 80 ասա, ուզում ես 500-ից 80 ասա։ Պարոն Բաբյան, ուղղակի դիվանագիտորն եք էլի խոսում։ Գիտեք, շատ պարզ եմ արտահայտում։ Որտեղ մի կողմից, հա, Վազգեն Սարգսյանի մասին լավն եք արտահայտում, բայց մյուս կողմից այդ փաստն եք բերում, որ այդ անհաջողությունների, պարտությունների ժամանակ ինքը հրաժարական տվեց, այսինքն ոնց որ թե ակնարկում եք, որ դրա դերը չափազանցրել են։ Ակնարկում եմ, որ այո, չափազանցրած է, այո, կա պատմություն, կա պատմագետներ, որոնք մտնելու են այդ արխիվը, հետագայում գրեն, դու ինչքան ուզում ես հիմի ուռացրու։ Ես ասում եմ, ճիշտ ասեք, ավելի մեծ պատիվ եք ունենալու եւ Վազգենը, եւ դուք, եւ ես, եւ մյուսը, քան ինչ որ թաքցնում եք։ Ասենք դուք ֆիլմ եք անում Վազգենի մասին, Վազգենի աչի ձեռքը ես եմ եղել, ինձ вообще այդ ֆիլմում տեղյակել չեք պահում, ասենք մի հատ հարցնենք, ինչ կարծիք ունի։ Ասենք ձեզ թվում է այդ ֆիլմը նայող է լինելու։ Այդ եք անում, թաքցնում եք ձեր պատմությունը, դրանով էլ խայտարակում, հետո ասում եք խի ասես դառնում։ Այսինքն ձեզնից չեն հարցրել ոչ բան հիշողություն։ Ոչ, չեն էլ հարցրել, ինչ կարծիք ունեք, այդ մարդը ինչ դերաստացնեն, ինչ արել, բայց իրանց խնդիրն է։ Բայց դուք այդ ֆիլմում դուք էլ պետքա որպես կերպար լինեիք։ Ձեր կերպարը պետք է լիներ։ Դու պետքա գոնե տեսակետ ունենայիր, որտեղ այդ մարդու հետ, ասենք, գետնի վրա դու ես արել, հա, ինքը ղեկավարել է, պայմանականացած, հիմի այդ գետնի վրա անողից չես հարցնում։
ոնց ա եղել, ինչ լավ, ոնց եք ուզում այդ ֆիլմը անեք, էլի։ Հասկացա։ Կարող է ուղղակի որպես ղեկավար կազմակերպիչ տենց են ներկայացնում այդ ֆիլմը։ Ես չեմ տեսել ֆիլմի սցենարը, չեմ էլ պատկերացնում ինչի մասին, հա։ Մի խոսքով։ Մեկ այլ երջանկահիշատակ հերոս էլ կա, որը ոնց որ թե դες նորից չափազանցված կերպար է, Կոմանդոսը։ Ահա։ Այլ չափազանցված կերպար է։ Նույնիսկ ես ձեզ ասում եմ, որ 92 թվականին մարդը հրաժարական ա տվել, տեղափոխվել Հայաստան Բուժման նպատակով։ Բուժման նպատակով։ Նայած հետո պատերազմից հետո մի 10 տարուց հետո է որ նա եկել, այդ մարդը եկել է Ղարաբաղ։ Մի ուզում եք չափազանցած ասեք, ուզում եք ոչ չափազանցած, սա փաստ է։ Դե պատմության մեջ մնացել է Շուշին ազատագրող։ Նույնիսկ եմ կրկնում, Շուշին ազատագրումը ես ձեզ բացատրել եմ։ Շուշի ուղությունից, բոլոր ուղություններից, բացի թիկունքից, որտեղով մենք ենք մտել, ես անձամբ գնացել եմ, մնացած աչից, ձախից, թևերից հետ են քաշվել մերոնք։ Հիմա դուք համարեք հերոսություն եւ այլ օպերացիան մշակել եմ ինքս, փոխել եմ ես, թիկունքի մաս չի եղել այդ օպերացիայի, ես եմ մտցրել, դեմից գալացողները դա կրակ շեղող են եղել, կրակը վերցրել են իրանց վրա։ Թիկունքում արել են այն ինչ որ արել են եւ ավարտվել է ամեն ինչ։ Հիմա դուք ինձ ասում եք, չէ, տես մի ասա որ Ես դες չեմ ասում, ես ասում ասեք այն ինչ որ կա։ Ես էլ ասել եմ այն ինչ որ կա, քարտեզա գրել եմ, գիրք եմ գրել, Հենրիկ Խաչատրյանը գիրքը գրողը տարել է Կոմանդոսի մոտ այդ քարտեզը, այդ գրածը, ծանոթացել է, մարդացել է, այո, ոնց գրել է, տենց է եղել։ Դուք էլ անունը հարսանիք լեռներում չեք դրել։ Տենց բան գոյություն չունի։ Այդ մեր երևակայությունն է վառ։ Այո, ձեզ հեքիաթ եմ պատմել, դուք էլ հավատացել եք։ Լավ հեքիաթ է, բայց Պարոն Բաբայան, մի փոքր գերիների մասին խոսենք։ Դուք նրանց վերադարձի ճանապարհ եք, ճանապարհային քարտեզ եք առաջարկում։ Որպես եւ կարող եք ցույց տալ այդ մասսայական թաղումների տեղերը, բայց արդյոք Ադրբեջանը կգնա այդ փոխզիջմանը։ Նայեք, առաջին Ադրբեջանը ինչ անում է այսօր, հա, ասենք Բաքվում դա թատրոն է եւ առաջարկում է մենք էլ մասնակցենք թատրոնին, մենք ասում ենք բերեք պայմանավորվենք, միջազգային դատարան գնանք եւ դուք եւ մենք, տեսնենք մեզանից ով է աթոռին նստում որպես մեղադրյալ։ Սա մեկ։ Սա առաջի խնդիրը, որ հասկանալի լինի, սա առաջինն է, երկրորդ։ Այդ մարդիկ, որ զոհվել են, որ դիակները այ դու էլ ասում ես մասսվի, ես մասսվի բառ չեմ ասել ոչ մի դեպքում, որ ասում եք եղբայրական գերեզմաններ չեք ասում։ Չէ, որ այդ մարդկանց դիակները Ադրբեջանցուց Ղարաբաղի տարածքում, Մարտակերտի շրջանում, որտեղից են դեղ, ինչ են անում, եկել են դե ինչ ան, կանֆետ ուտելու, զինվորականը, չէ, զենքով, եկել են, որ ինձ սպանեն, հա, այդ հայերին կոտորեն, այդ հայերն են իրանց կոտորել, հիմա ասում եք, այս ինչ ա կատարվել, այս մասսայական բան, ոնց որ գնացել ենք Բաքու կոտորել ենք մասսայական թաղում արել, դու եկել ես ինձ սպանելու, միջազգային կարգով, կանոնով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ցանկացած ազգ կոմպակտ ապրող իրավունք ունի ինքնապաշտպանության։ Հասկացանք։ Մենք մեզ ինքնապաշտպանել ենք եւ այդ մարդկանց եկել են մեզ կոտորելու, իրանց սպանել ենք, թաղումը կա։ Հիմա Ալիևը պատրաստ է այդ փոխզիջմանը գնալ, դուք տեղերը ասեք։ Ես անձամբ ինքս իրանց դիմել եմ, բացատրել եմ, որ մենք հնարավորություն ունենք ձեզ մոտ 4000-ից ավել դիակի տեղ ցույց տանք։ Եվ այդ մարդկանց պատրաստել եմ, որ գնան մեր անվտանգության հետ Հայաստանի Հանրապետության տեղերում ցույց տան եւ քարտեզը համաձայնվել են փոխարինեն Ռոբերտ Վարդանյանի, Բակո Սահակյանի հետ։ Իրանք դրանից հետո Ալիևը հայտարարել է, որ հայերը 4000 դիակը չեն ուզում տան մեզ, իր հայտարարությունը վերցրեք, նայեք։ Հետո իրանց պաշտոնյաներն են դրա մասին խոսել, որ եւ այլն, բայց ինչի դիմաց տանք, մենք ունենք դեղ 92 թվականից դիակներ, 79 հոգի դիակ ունենք Մարտակերտի տարածքում, որը որ պետք է իրանք տան, 220 թվականին ենք կորցրել, վերջի մոտ 1200 էլ մեզ ունենք անհատ կորած։ Իրանք պատրաստ են տան եւ
այն 23 հոգի, որը Բաքվում նստած են։ Իրանց ազգային հերոսը առաջի, ասենք ասենք, օթաչուն, հա, մեր մոտ հիմի թաղված է մեր տարածքում, Ղարաբաղի տարածքում, մենք գիտենք, իրանք էլ ազգային հերոս են տվել, իրանք պատրաստ են ընդունելու, դրա դիմաց պետք է տան այո մեր գերիներին, որ դատում են։ Ինչի մասին է։ Սա ձեր ասածներից հետո սաղի ստանալու են Հագայի դատարան։ Ես պատրաստ եմ Հագայի դատարանում ապացուցեմ, որ Ադրբեջանն է կատարել այդ հանցագործությունը, որովհետև Սումգայիթ ա եղել, Սումգայիթից հետո Բաքու, Կիրովաբադ, Շամյանի ռայոն եւ այլ, նոր մենք մեզ պաշտպանել ենք։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ է, ես հրաժարվում եմ, որ ես կազմակերպիչն եմ եղել, ես մերժել եմ դա։ Այո, ես եմ կազմակերպել։ Զինվոր այո մարդիկ, որ Բաքվում դատում են, вообще պատերազմի հետ կապ չունեն։ Ոնց չունեն։ Չունեն, էլի։ Բայց մի րոպե այդ մարդկանց Նայեք, խեմ մենակ ես կարող եմ ձեզ ցույց տամ այդ 4000 դիակի տեղը։ Դուք մի անգամ ձեզ հարց եք ուղում։ հրամանատարը դուք եք դե։ Այսինքն ես դեղ եմ եղել, քեզ առաջադրանք եմ դրել, որ այդ դիակները թաղես էսիշ տեղը կամ անես էսիշ գործը, ճիշտ է։ Դա համար ես ամեն ինչ տեղը գիտեմ, ճիշտ է։ Եթե դու լինեիր, դու կիմանայիր։ Եթե ես եմ եղել ղեկավարը, ես եմ իմանում։ Հիմա այդ խեղճերին ինչ եք դատում, արա։ Լավ, քաղաքական դատում եք, հասկացանք։ Բառազմական, ասում եք ռազմաքաղաքական, չգիտեմ ինչ։ Մի հատ գերի հետ բերելու լեգենդար պատմություն եմ ուզում պատմեմ, մեջբերում անելով։ Ուրեմն 1991 թվականի հունիսին Կոլցո օպերացիայի ժամանակ անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ ներքին զորքերի հրամանոց ձերբակալվում է մեր լեգենդար հրամանատարներից մեկը, տեղափոխվում է Շուշի, հետո Բաքվի բանտ։ Ամիսներ անց գործողություն է կազմակերպվում եւ մեր ուժերը գերի են վերցնում Ստեփանակերտ այցելած Շուքյուր Աբասովին եւ փոխանակում են առաջարկում եւ այդ լեգենդար հրամանատարը դուք եք եւ այստեղ մի հատ ուրիշ պատմություն էլ կա թե ինչեր են արել Շուքյուր Աբասովի հետ, ասում են ինչ-որ վիդեոները նկարել, շանտաժի են ենթարկել ադրբեջանցիներին, որ ձեզ հետ ստանան։ Այսա պատմությունա գերի հետ բերելու։ Ուրեմն առաջի հերթին ես գերի չեմ եղել, դա եղել է դեր Սովետ միություն, Սովետ միության ժամանակ 91 թվականի Վիկիպեդիայի դեր կենսագրության մեջ գրած է գերի։ 91 թվականի հունիսի 1-ին եղել է Սովետ միություն։ Սովետական զորքերը Ստեփանակերտ քաղաքում ինձ ձերբակալում են։ Անձնագրի անճշտությունների պատճառով։ Անուն դրած անձնագրի անճշտությունների, բայց Ռոստովի տղերքը, որոնք փետրվարին ձերբակալված են լինում, ին վրա տալիս են ցուցմունք։ Հա, որ ավելի պարզ, հստակ լինի, հա։ Դրանից առաջ ձերբակալվող մի անձ, որը Ռոստովի տղորց հետ ա եղել, նա էլ Շուշիում ա տալիս այդ ցուցմունքը ին վրա, որ он является главным организатором, либо он убивал, либо по его приказам убивали, հա։ Ու քեզ ռուսները ձերբակալում են հասնում Ադրբեջանից, Շուշի։ Դες տանում են Բաքու, նույնից հետ բերում են Շուշի, նույնից են տանում Բաքու, հա։ Օգնականներին ասեք, որ Վիկիպեդիայում խմբագրեն։ Ես մենք չենք գրել Վիկիպեդիայում, որ մենք էլ խմբագրենք, որ գրել են։ Իրավունք ունեք խմբագրեք։ Նրանք խմբագրեն, ես չգիտեմ այդ բանը, մեկ երկրորդը ինչ վերաբերում է այդ դատախազին, մեր իմ եղբոր խումբը, Կարեն Բաբայան, այո, ջոկատը, մտնում են գալիս է զամ գեներալի պրոկուրորը Շուքյուր Աբասով, այո, որ ստուգում անցկացնի Ստեփանակերտի դատախազությունը։ Այդ մարդուն դեղ գերի վերցնում հենց պրոկուրատուրի շենքից ու տանում անհատ ուղղությամբ։ Հետո քաղաքական ղեկավարությանը տեղյակ բան, որ այդ անձը մեր ձեռքին է, փորձեք բանակցություն մտեք, կոմենդանտի միջոցով գնում է։ Իսկ ինձ չեր տալիս գեներալի պրոկուրորը համաձայն չէր, գեներալի պրոկուրորը հոկտեմբեր ամսին է թե երբ ինքնաթիռը ընկնում է Ղարաբաղի տարածքում մեռնում, Շուքյուր Աբասովի գործը լավանում է եւ իր բարեկամները կարող են, ասենք ասենք, կոպիտ քեզ հանեն դերից։
ու փոխանակման պատրաստ են 12 հոգու։ Բայց տեսեք, դες հետ են բերել հիմա, ինչի քայլեր չեն ձեռնարկում նմանատիպ մյուսներին հետ բերելու համար։ Քայլեր չեն ձեռնարկում, ես չգիտեմ, ով չի ձեռնարկում։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան ասում է, որ իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում։ Ես իմ կողմից ինչ որ ասացի, քայլեր եմ ձեռնարկել, այդ ամբողջ փաթեթը պատրաստել եմ, դիմել եմ Ադրբեջանի ղեկավարությանը, որ գնան այդ բանակցություն, մենք պատրաստ ենք սա անելու այս հարցերի դիմաց։ Պարոն Բաբան, հազար կներեք, դուք ինչ կարգավիճակով եք երկխոսում Ադրբեջանի հետ, արդյոք իրավունք ունեք։ Դες կարող են Ես իրավունք ունեմ, դες կարող են դատել։ Ես չեն կարող ինձ ոչ մեկը դատեն, Հայաստանի Հանրապետությունը համարում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Ես էլ Ղարաբաղցի եմ, խոսում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հիմա ինչ մանդատով։ Ինչ մանդատով դատում եւ ով է դատողը այդ։ Միջև այսօր էլ ինչ չեք ճանաչում ձեր քաղաքացի։ Ասում եք դուք բան եք, ադրբեջանցի եք։ Դուք Հայաստանում քաղաքական գործունեությամբ եք զբաղվում։ Դա համար ձեզ եմ հարց տալիս էլի, եթե դուք ինձ համարում եք ադրբեջանցի։ Ես տենց չեմ համարում ձեզ։ Ասում եք դու քաղաքացի չես։ Դառնում ես տենց ես համարում։ Ինչա ուղիղ պիտի ասես, որ հասկանան։ Քաղաքացիության համար չեք դիմել։ Ես քաղաքացիության համար չեմ կարող դիմեմ, որտեղ ես քաղաքացի եմ, ոչ կարամ դիմեմ։ Եթե ես քաղաքացի եմ, իրական Ձեր այդ կապույտ անձնագիրը տուրիստական է պարզվեց։ Ով որ տուրիստ է, իրան ասա, իմ կապույտ անձնագիրը 011 համարն է, կենտրոնի 1, իմ կապույտ MUS անձնագիրը, որը քեզ չունես մետրիկովին է, 040-ն է, որը որ Քավառի շրջանի է, որը էլի քեզ չունես, հա, ունեմ քարտը ունեմ, մեկը ունեմ, ուզում եմ հասկանամ, ես խիչ եմ քաղաք, հա, ասում եմ դուք վերջի մի 6 ամիս մնացած գրանցումից դուրս եք եկել Ղարաբաղ գրանցվել, դա համար դու քաղաքացի չես։ Ես նոր եմ հասկացել, որ բարձում է որտեղ որ հաշվառվում ես, որ ասենք եթե ինչ-որ մեկը քեզ ուզում է տեղը դիմանա, այդ հաշվառումը դա քաղաքացիության հարց է որոշ։ Բա ո՞նց եք ընտրությունների մասնակցելու։ Դե դա իրանց կհարցնես։ Այ որ գնում ես հարցումների, իրանց հարցում։ Բայց տենց ամբիցիաներ ունեք, պարոն Բաբայան։ Ամբիցիաներ ունեք ընտրություններին մասնակցելու։ Ես ոչ չեմ թաքցրել, ասել եմ այո, մասնակցելու ենք մենք, մեր թիմով ընտրություններին անպայման մասնակցելու ենք։ Մեր հնարավորությունները։ Ուզում եք վերցնեք իշխանությունը կամ։ Ես կյանքում Հայաստանում, բայց ասում եմ ես դեմ եմ Ղարաբաղին գա իշխանության։ Բա ոնց եք մասնակցում ընտրությունների։ Բա հանկարծ ժողովուրդը վարչապետ ընտրի ձեզ։ Որպես падգամավոր թիմա լինում, թիմին լիդեր ա ունենում, այդ լիդերները ով վարչապետ կլինի, ով պարլամենտի նախագահ կլինի, ով կլինի պաշտպանության նախարար, կորոշեն կներկայացնեն այդ թիմը։ Իմ տեղս ես ասեցի, ես գիտեմ, եթե կվստահեք բանակը, օգտակար կլինեմ։ Մնացած որևիցե հարցում ամբիցիա չունեմ։ Կարակ բոլորը հանգիստ լինեք։ Պարոն Բաբայան, բայց եթե քաղաքացի չեք, բա ո՞նց եք ապրում այստեղ, ո՞նց եք աշխատում։ Եթե քաղաքացի չեք, ո՞նց եք ապրում այստեղ, ո՞նց եք աշխատում, որտեղ եք գրանցված։ Ես ոչ միտեղ գրանցված չեմ, գնացել եմ որ իմ տանը, որտեղ իմ կինս է, իմ երեխեքն են գրանցվել, ինձ ասել են դու քաղաքացի չես, չեն գրանցում։ Ազնագիրի վերցրել են, էլ չեն գրանցում։ Իմ կինս քաղաքացի է, երեխեքս քաղաքացի են, բայց ես ոչ։ Բա ինչով եք ապրում։ Ես ինչ եկամուտներով։ Մեր կնիկը, մեր երեխեքս սպանում են, էլի։ Ես ոչ մի եկամուտ չունեմ։ Այսինքն նենց են պահում, որ կարողանում եք չաշխատել, կողքից եկամուտներ չունենալ, թանկարժեք մեքենա վարել։ Ուրա թանկարժեք մեքենա մի հատ էլի։ Տեսա ջիպով եկաք։ Ջիպով եկա, ասենք իմ ընկերոջ ջիպը որ նստում եմ, դա չի արգելված։ Ուղղակի այտենց բոլորին կոռումպացված լինելու մեջ եք մեղադրում, ասեցի, եթե հարցնեմ, թե որտեղից ձեր եկամուտները։ Բայց դες բացատրում եմ, որ այդ մարդիկ, ովքեր կոռումպացվածից խոսում եք, դուք նրանք բոլոր մասնակցել են այդ կոռուպցիա, ես 20 քանի տարի է իշխանություն չեմ եղել։ Ինչ կոռուպցիայից ես խոսում։ Ինչի մաս։ Բա ոնց եք ապրել, պարոն Բաբայան։ Բայց ես ասում եմ, իմ երեխեքը արդեն 35 տարեկան տղա ունեմ, 32 տարեկան աղջիկ ունեմ, ամուսնացած գրասնադար, էմի աղջիկս տեղ, սա աշխատում են։ Ինչով են զբաղվում։ Ինչով են զբաղվում։ Բիզնեսով են զբաղվում։ Մեկը բիզնես, բոլորն իմ երեխեքը բիզնեսով են զբաղված, պետական որևիցե գործի բանի մենք չկանք։ Չենք էլ եղել ոչ մի ժամանակ։ Հետաքրքիր է։ Պարոն Բաբայան, լավ, ես
հարցազրույցին պատրաստվելու համար նայում եմ ձեր հարցազրույցը։ Մալազիտ, լավ է։ 2016 թվականին Սիվինետին ապրիլյան պատերազմից հետո։ Այդ հարցազրույցը բավականին հետաքրքիր էր։ Հիմա ոնց որ չի կորցրել արդիականությունը, կանխատեսում եք 44-օրյա պատերազմը, պատերազմի մեթոդաբանությունը, վարելու կերպը ու ոնց քիչ թե շատ կանխատեսումը իրական է եղել։ Հիմա էլ եք պատերազմ կանխատեսում։ Այս պատերազմը ինչ տեսքան ունենալու եւ ինչ բովանդակություն։ Եվ արդյոք այս ձեր ասածը հակասության մեջ չի մտնում այն գործընթացի մեջ, որը հիմա գնում է, չէ՞, հիմա ոնց որ թե վերջերս էլ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ բավականին մոտ են խաղաղությանը, մի քանի կետ է մնացել համաձայնեցնելու, Ադրբեջանն էլ օր-օրի նոր պահանջներ է մեջտեղ բերում։ Հիմա էլ պատերազմի ռազմական հանցագործներին են պահանջում։ Նայեք, մեկ որ ռազմական հանցագործներին են պահանջում, պետք է գնանք միջազգային դատարան, այլ ոչ թե Ադրբեջան, որովհետև Ղարաբաղը դա չի եղել որևէ ձևի Ադրբեջանի կազմի մեջ։ Նրանք, ովքեր Հայաստանում այսօր ասում են Ղարաբաղը Ադրբեջանի մարզ է եղել, մեջ է եղել, նրանք հանցագործներ են։ Մեկ։ Ես ձեզ կարամ արխիվային փաստաթղթերը հրապարակեմ, որ բայց չի եղել 1920 թվականի ապրիլին սովետական Ադրբեջան անկախ պետությունը միջև Սովետ միություն դառնալը դիմում է ազգերի լիգային, նիստը լինում է Թիֆլիսում, որ ճանաչել Նախճիվան, Զանգեզուր, Ղարաբաղ եւ իր այս տարածքներով անկախ պետություն։ Ազգերի լիգան որոշում է կայացնում, այդ որոշումը կարանք հրապարակենք, որ չի կարա Նախճիվան, Զանգեզուր, Ղարաբաղ լինի այդ պետության կազմի մեջ։ Ոք ազգերի լիգան չկա, պարոն Բաբայան, Լսի, ազգերի լիգան փոխարինվել է ՄԱԿ-ով։ Տարբերությունը ո՞րն է։ Նույն պայմաններն է։ Ուշադիր լսի։ Մեկ։ Այդ մերժել են ձեզ, երկրորդ կետով մերժել են, որ Ադրբեջան մարզ կա Իրանում, երկու կետով մերժվել է Ադրբեջանը։ Դրանից հետո Սովետ միությունը 11-րդ բանակը մտնում է այդ Բաքվով գալիս Ղարաբաղ, թուղթ են ստորագրում, որ իրանք Ղարաբաղը չի մտցնելու Ադրբեջանի կազմի մեջ, ռուսական զորքերը թողում են մտնեն Ղարաբաղի ներս։ Հետո Ղարաբաղը 21 թվին Ստալինի որոշմամբ նվիրում եք Ադրբեջանին, հա։ Հիմա Ադրբեջանը Սովետ միություն կա, հենց Սովետ միություն ստեղծեք, Ղարաբաղը լինելու է ձեր կազմի մեջ։ Քանի որ չկա Սովետ միություն, չի կարող Ղարաբաղը ձեր կազմի մեջ լինի։ Դա ոչ թե ձեզ եմ ասում, այլ ասում եմ հայ ազգին, այն ղեկավարներին, ովքեր հայտարարում են, որ Ղարաբաղը դա Ադրբեջանի մաս է, որ իրաց պատմությունը սովորեն։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է, եթե մենք Սովետ միության տարածքը համարում ենք, որ դա արդեն փաստ է, դա ենք հիմք ընդունում, այդ դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը Սովետ միության կազմի մեջ է մտել 26 թվականին, 25-26 թվականին, այլ ոչ թե 20 եղել է Կովկասյան ֆեդերացիայից հետո դարել է Սովետ միության կա։ Ֆեդերացիայի ժամանակ արել են քարտեզագրում, մտել է Սովետ միություն, կարա Սովետ միության գիրքը ատլասը վերցնեց, Հայաստանի Հանրապետությունը 30,948 քառակուսի կիլոմետր է, մի րոպե, այդքան է, եթե Սովետից ենք խոսում, ուրեմն վերադառնանք դեղ, հաշվենք այդ 30,948 քառակուսի։ Եթե Սովետից չենք խոսում 18 թվականի հռչակած Ադրբեջանի կամ 20 թվականի պետությունից, ուրեմն Ղարաբաղը չի եղել ձեր մաս ու չի կարա լինի հիմի։ Որն ենք հիմի իրավական ընդունում, որ մասը։ Դա ինչ թվում է ձեր կարծիքն է, որը չեն ընդունում։ Ես ինչ խոսացի, ես պատրաստ եմ քեզ արխիվային փաստաթղթերը տամ։ Ուղղակի բանակցություններ այլ տրամաբանություն։ Բանակցություններ չկա, կա ուժերի մոտ թույլը մեղավոր է։ Հազարամյակ եղել է։ Դա ջունգլի կանոնները։ Այո, այսօր ջունգլի կանոն է գնում։ Ադրբեջանը տեսնես դու ես ասում։ Եղել է 3 կետ մադրիդյան սկզբունքը։ Ինքը երկու կետը խախտել է ուժով, հարցը լուծել է, ենթարկացրել է, քշել է այդ ժողովրդին, ասում է ես եմ ուժը իմ ձեռքին է հիմի, ես եմ որոշում, ճիշտ է։
Ձեր ասած ջունգլի կանոններով մենք միշտ ուժելու ենք, միշտ կորցնելու ենք, որովհետև մենք երբեք չենք կարող ավելի ուժեղ լինել, որովհետև չունենք ռեսուրսներ։ Դա ով որ քեզ դա բացատրում է, ուղեղի թուլություն ունի, որովհետև մենք ոչ մի ժամանակ չեք եղել, եթե ձեզ կարող եմ ես հիշեցնել, որ 92 թվականին, երբ որ գնացել են Բաքու եկել հայկական դելեգացիայից մարդիկ, եկել են ասել Բաքուն դա հզոր է, Նեֆտյանոյ բանա, երկիր է, մենք չենք կարող Ադրբեջանին կրենք, բայց կրել ենք։ Հիմա, երբ որ դուք այսօր չեք կարող կազմակերպեք ձեր պաշտպանությունը ստեղծեք եւ այլ, չի նշանակում, որ մենք թույլ ենք։ Մեր ռեսուրս քիչ ժամանակ մնացել։ Խնդրեմ, ապագա հնարավոր պատերազմի մասին եւ որքանով դա հնարավոր է, որովհետեւ հիմա ընդհանրապես այս բան չի կանխատեսվում։ Պատերազմ չի լինելու։ Ով որ ձեզ ասում է, դուք եք ասում պատերազմ կարող լինի։ Ես չեմ ասում, որ պատերազմ, ես ասում եմ, զարգացումները գնում է, ընթանում է այն ձև, որ տարածաշրջանը ամբողջովին կարա պայթունավտանգ է, բայց ոչ թե դա Հայաստանի վրա հարձակվում է։ Ադրբեջանը չի հարձակվի հիմա։ Չէ, տարբերությունը նա է, որ Ադրբեջանը այսօր մի գործողություն է անում, որ կենտրոնական Ասիային ծառայում է կամուրջ, որ Կովկասնել հետը դուրս բերի Թուրքիայի տակ Իրանի իսլամական պետությունը եւ Ռուսաստանը դա չի հանդուրժելու։ Դա բերելու է տարածաշրջանի պայթունավտանգ վիճակի։ Դրա համար պետք է Հայաստանի Հանրապետությունը իր բանակը ստեղծի, հզոր բանակ ունենա, Իրան պաշտպանի։ Այդքան մի բան, որ ոտի տակ չկորես։ Սրա մասին է խոսքը։ Ես դա եւ այդ ճանապարհները կառուցել ամբողջ, բացել, որ դուք պատճառ չհանդիսանաք ձեզ տրորելու։ Պարզ բացատրում եմ, սրանից պարզ ինչ լեզվով խոսեմ, որ հասկանաք։ Կներեք, էլի պատերազմ չի լինելու, որովհետև կողմերը գնում են խաղաղության, թե պատերազմելու պատճառ չկա, ինչի չի լինելու պատերազմ։ Պատերազմի, եթե դուք ձեր ճանապարհները բացում եք, երկու թուրք ժողովուրդը իրար հետ կապը չխոչընդոտում, ասենք կենտրոնական Ասիա, Ադրբեջան եւ այլ, եւ Չինաստան, որը այսօր Ամերիկայի ճնշումների տակ չռալու է։ Ասում եք եթե, բայց ախր Ադրբեջանը եւ Հայաստանը, Ալիևը եւ Փաշինյանը տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցի վերաբերյալ։ Բացատրում եմ, որ այդ տարբեր մոտեցումները մի քիչ ձեզ թափ տվեք, հասկացեք ինչ եք անում, որովհետեւ եթե դուք դառնաք խոչընդոտ, դուք հրահրելու եք նոր կոնֆլիկտ։ Այսինքն հորդորում եք կյանքի կոչել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Ոչ, նոյեմբերի 9-ի 9-րդ կետ, բան ես չգիտեմ, ես միակն եմ եղել, որ ասել եմ, այդ թղթից ձեր ստորագրությունը հետ կանչեք, 1, երկրորդ, Հայաստանի Հանրապետությունը տարածքը որևէ մեկին մենք տրամադրելու չկանք, ես ասեմ 25-26 թվականի քարտեզագրումը, մենք ճանապարհները կառուցում ենք տրանզիտ, ստեղծում ենք ամբողջ էլեկտրոնային ավտոմատացված համակարգ, հնարավորություն ենք տալիս մեր հարևանները օգտվեն։ Դուք ասում եք մեր փոխզիջումները պարտադրենք Ադրբեջանին։ Ոնց պարտադրենք, պարոն Բաբայան։ Եթե քեզ համար այդ ճանապարհը օդի ջրի պես պետք է, այդ ճանապարհները հայկական տարածքով, դուք պետք է վերանայեք մեր, ասենց ասենք, սահմանազատումը, հա, անեք 25-26 թվի քարտեզով, այլ ոչ թե 91 թվականի։ Ինչով ըստ հարմարության են անում 1.75-ով, 1 ուրիշով։ Չէ։ Լսեք, ես նույնց եմ ասում, եկեք տրամաբանված խոսենք։ Դուք կարաք ինչ ուզում եք ասեք, դա ձեր իրավունքն է, լեզուն նրա համար է որ խոսեք, հա, բայց ես խոսում եմ ձեր հետ փաստից, ասում եմ մենք եկել ենք ձեր տուն, Սովետ միությունն է կոչվել այդ տունը, եկել ենք այս քարտեզով 30,940 քառակուսի կիլոմետրով։ Հիմա մենք դուրս ենք եկել ձեր տնից, այդ Սովետի ընդհանուր պետության մեջ ասել ես, այս անկլավը տվեք այս ոչխար պահողները, որ թուրքերից դե ոչխար պահեն, մեկը տվեք սենց անեն, մեկը հիմա հետ դուրս ենք եկել, չէ՞ բոլորս։ Ամենքը մեր վեշերով գնում ենք։ Հիմա մեր քարտեզ եղել է 30,948, դու սարքել ես 29,740 քանի, օրինակ։ Ես ասում եմ, չի անընդունելի է։
Դուք Ադրբեջան գնում եք, այո, այսօր ճնշում եք, այսօրվա Հայաստանի իշխանության վրա գնում է այդ փող զիջման, բայց դուք ական եք դնում ինքներդ ձեր տակը, հետո ասում հայերը ռևանշիստ են։ Մի արեք դա։ Խելոքացեք մի քիչ։ Պարոն Բաբյան, հիմա Հայաստանը ճիշտ ճանապարհով է գնում։ Ոչ, բայց ասում եմ, Հայաստանը չի կարող ճիշտ ճանապարհով, ասեցի, մեկը սահմանազատումը 1, երկրորդը ճանապարհների կառուցումը 2, երրորդը բանակաշինություն 3։ Եթե զբաղվի ճիշտ, ես կհամարեմ, բանակաշինությամբ զբաղվում են, նոր սպառազինություն են բերում։ Հետո որ քեզ ասում զբաղվում են ֆրանսիական հնդկական զենքեր են բերում նույնիսկ իշվատա։ կրկնում ձեզ, որ բանակը զենքով չի, զենքը պիտի տիրապետես, պիտի կազմակերպված լինես, պետք է բանակ ունենաս։ Եվ վաղը եկ ես ու դուք գնում ենք սահմանով առաջի գծից գնանք, եթե դուք նկարահանեք դե զինվորի դեմք տեսնեք կամ հասկանաք ինչ ունեք ձեր առաջի գծում, կհասկանաք պաշտպանության նախարար դառնաք այդ հարցերը լուծեք։ Ես չեմ ուզում ոչ մի բան դառնամ։ Ես 60 տարեկան եմ արդեն լրացել, ես կարամ օգտակար լինեմ։ Թրամփն 80 տարեկան է, հետո ինչ։ Կարամ օգտակար լինեմ, եթե ցանկանում եք։ Եթե ոչ, ոչ մի բան չենք անում։ Դες կռվում եմ։ Տեսնում ես, ինչքան դու փորձեցիր, որ ես ասեմ Նիկոլա ազգի դավաճանատար եք կախաղան, բան չստացվեց կոմոդ, չէ՞։ Հիմա ինչի, որովհետև ես ոչ մեկին չեմ ասում։ Եթե դուք ինձ ինչ-որ մի բանում կպտնում եք, ես ձեզ ուղղակի պատասխանում եմ այդ տվյալ անձին կամ մարդին։ Ինքս ոչ մի ժամանակ ոչ մեկին չեմ վիրավորում։ Ոչ թե որ չեմ կարա։ Կարում եմ, շատ լավ, քեզանից լավ, ձեզանից բոլորից ու փաստեր ունեմ վիրավորելու, ասելու։ Օրինակ դուք հարց եք տալիս, հարցը սկսել եք, ունեք, որ Նիկոլին ոնց բերեցին։ Ով բերեց։ Եվ ով բերեց։ Սերժ Սարգսյանն է բերել, պարոն Բաբյան։ Գիտես, մի հարց, ուզում ես քո հարցին հարցով պատասխանեմ։ 17 թվականին Նիկոլը եւ ովքեր են կոալիցիա կազմել, հա, պարլամենտ մտել։ Էդմոն Մանուկյանը, Արամ Զավենի, Սարգսյանը, որի հետ դուք վերջերս բանավեճի մեջ եք։ 10% ձայն ստացել։ 7։ 9%։ Ավ 7-ից 9։ Արամ Զավենին չի որ հրավիրեց, կհարցնես ոնց եք ստացել, ինք կասի քեզ։ Որ չասի, հետո մի օր ես կասեմ։ Իշխանությունն ապահովել։ Դուք խեք ուզում ինձ այս լսեք։ Ակնարկներ եք անում։ Ակնարկներ եմ անում, բայց քեզ ասի կմոտիկանանք ընտրական փուլին, հստակ կասենք եւ վկաններով։ Որ մոտանանք ընտրական փուլին, էլի կգաք։ Որ խնդրես, հրավիրես կգամ։ Այո, գրավի։ Ուզում ասեմ, փաստերը ուրիշ բան են ասում։ Փաստերը ուրիշ բան են ասում։ Այո, ամեն ինչ նույնիսկ չի, ինչքան դուք եք, ինչ վերաբերում է կան այդպես մարդիկ, այս մեկը եկա Բաբանին ազատեցին, Բաբանի միջև ծոր չեն ազատում։ Բաբանին Վեխումնի դատարանը տվել է, որ վերանայել փաստերը բերել Բաբանին այս հարցով ինքը ինչ եք լսել, ում եք լսել։ Պարոն Բաբյան, վերջին բանն ասեմ։ Հենց բերեն այդ փաստերը։ Կարան դատեն, բայց քանի որ չի եղել սուտել են։ Ուղղակի պետք է Բաբանին այդ վաղ քաղաքական ձերբակալ էին ու ձեր ասած անձիկ էլ տեղյակ են, որ ինձ քաղաքական, բայց ձեզ ասում եմ, Արամ Զավենի Սարգսյանը գիտեր հունվար ամսի 2-ին, որ ինձ պիտի ձերբակալ են։ Որ թվականին։ 17 թվականին։ Այդ նույն թվականին մարտի 22-ին որտեղից գիտեր։ Բացում եմ, կհրավիրեց, կասես, էլի հարց կտաս։ Բանոր հարցնում ես, ոնց եկան իշխանության։ Շատ բան չգիտես։ Գիտես, դժվար է։ Դամ արեք տենց իրար ուտում։ Պարոն Բաբյան, լավ, վերջին բանը, որ ուզում եմ ասել, որ դուք առաջարկներ եք ներկայացնում, շատ գործիչներից դրանով եք տարբերվում, բայց ձեր առաջարկները շատ վիճելի են ու երբեմն անիրատեսական։ Օրինակ բերեմ։ Ասում եք նոյեմբերի 9-ի հայտարարությունից ստորագրությունը հետ քաշենք։ Ասում ենք, չէ, ճանապարհը երկու Ադրբեջանը եւ Թուրքիային կապող կամ Ադրբեջանը Նախիջևանը կապող ճանապարհը տանք առանց 9-րդ կետի, առանց ռուսների։ Մենք չենք ասում տանք, նայ, տես ինչքան սխալներ։ Այդ ամենը ոնց է կյանքի կոչելու, եթե ռուսները չեն վերահսկում, ով է վերահսկելու բան։ Ինչքան եք սխալներ թույլ տալիս դուք։ Առաջինը, ասում եք Հայաստանը ճանապարհները բացի, չէ՞, դուք եք ասում։ Հայաստանը ճանապարհ չի փակել։ Հայաստանը Ես բայց դες բան չասեցի, որ Հայաստանը ճանապարհները բացի։ 93 թվականին Թուրքիան, Ադրբեջանը Հայաստանին բլոկադա են արել։ Հիմա
Հայաստանի մնումա իրա լսի ուշադի ես ինչ եմ ասել։ Ասել եմ դուք քո ճանապարհները կառուցի, սկաները ավտոմատացված դիր, ամբողջ սարքավորումները դիր։ Եթե ադրբեջանցին ցանկանում է կամ թուրքը ցանկանում է գա այդ տարածքը օգտագործի, տրանզիտը մուծում անցնում։ Ադրբեջանը միջանց կա ուզում։ Ուրեմն ես ձեզ ասում եմ դուք գիտեք ավանտյուրայով եք զբաղված 93 թվականի նոյեմբեր ամսին ես հարցազրույց եմ տվել որ հայկական կողմը ճիշտ կլինի Կալինինգրադի տարբերակով հնարավորություն ստեղծի բանակցի դրա շուրջ Ադրբեջանը իսկույն արձագանքել է մի 15-20 օրից հետո իր խորհրդականը Ալիևի հայտարարել է որ մենք պատրաստ ենք Կալինինգրադի այդ բանի շրջանակում միջանց չի դա տրանզիտ է ոչ մի միջանց չկա պատրաստ ենք քննարկենք երբ որ 3 անգամ ադրբեջանցին դրա մասին խոսել է հայկական կողմը Նիկոլ Փաշինյանի թիմը հմեկով հայտարարել է որ հայկական կողմը միայն ու միայն խոսելու է Նիկոլի ծրագրից Խաչմերուկ ծրագրից հա Հիմի վերցրեք ինտերնետում կա Կալինինգրադի տարբերակը նայեք տեսեք Միջանսկի մասին դե խոսք կա մշակել է եվրոպացի ռուսների հետ որ Ռուսաստանը Լիտվայի տարածքով անցնի տրանզիտը մուծի բայց խոչընդոտներ չստեղծեն Տենց տրանզիտ մենք էլ կարող ենք հիմա ունենալ Ինչ Տենց տրանզիտ մենք էլ հիմա կարող ենք ունենալ Ադրբեջանը մեր տարածքով Իրանք էլ համաձայն Բա ով վերահսկի Նույնց եմ ասում, ոչ միտեղ ոչ մեկը չի վերահսկում։ Ոչ մեկը հայկական սահմանապահը վերահսկում է բոլորը։ Դե Ադրբեջանը ասում է չենք վստահում ձեզ։ Չէ, չի ասում տես բան։ Այդ դու ես որոշել։ Չէ, ասել են, ոչ չեն ասում, շատ են ասում։ Ժողովուրդ, ես ձեզ ինչքան པարզ բացատրեմ, որ դուք կարողանաք ընկալեք։ Լսի, ուշադիր լսի մի անգամ խնդիրը Իրանը իսլամական պետությունը դեմ է դու տեղով ճանապարհ տաս, սա մեկ խոչընդոտ Ինչի է ձեր ղեկավարը չի բարձրաձայնում դրա մասին։ Երկրորդ խոչընդոտը դուք Ռուսաստանին խոստացել եք դուք այսօրվա գործող իշխանությունը։ Ես չէ, Նիկոլ Փաշինյանը, որ տեղով ճանապարհ չի լինելու, մենք չենք տալու դրա համար դուք կարաք ձեր սահմանապահերը ազնեք։ Այսինքն, երբ որ դու պետք է ասեիր, որ ճանապարհը լինելու է, դու չես լինելու, մեկ Երկրորդը ավտոմատացրված է 21-րդ դարում ենք դուք կարաք այդ սկաների տվյալները Սպուտնիկվի Մոսկվա նստած նայեք ինչ է անցնում տեղով պետք չի որ դու դեր կաղնած լինես սապոգը դել հակտ սա է պետք բացատրել մեկ երրորդ խնդիրը Վրաստանի հետ մեր հարաբերությունները որ տրանզիտը ամբողջ մանապոլյան այսօր Վրաստանի ձեռքին է ամբողջ Կովկասի հա Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Հայաստան եւ այլ Չինաստան էլ հիմի պորտանդ է կառուցում, այս ամբողջ մանապոլյան իրաց ձեռքին է այդ փողերը իրաց մոտով ագնում։ Դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանն էլ իր բոլոր հարցազրույցներում կարաք այդ որ Բաբայանին կարում ես նայել բոլոր տեղերը հայտարարում ասում գարբիս հիշի մենք չենք կարա ոչ Իրանի շահերի դեմ, ոչ էլ Վրաստանի շահերի դեմ գնանք։ Մենք կարանք մեր շահերը միշտ ոտի տակ գցենք, ջարդենք, բայց դրանց շահերին չկպնենք, հա։ Այն մեր ղեկավարը այդքան խելոք։ Բա Ռուսաստանի շահերը։ Բացատրում եմ էլ, ինչ չէ տակում է ոչ Ռուսաստանի շահը, ոչ Եվրոպայի շահը, ոչ Ամերիկայի, ոչ Հողի դեր ասացի մեջ հակասություն կա։ Դուք մի կողմից ասում եք Նիկոլ Փաշինյանը ամենառուսամետն է, բայց մյուս կողմից էլ մյուս կողմից ասում եմ, որ ես համ Իրանի լավություն արեցի, Իրանի իսլամական պետության ճանապարհը չեմ տալիս, Ռուսաստանին էլ ասացի ընկեր դե ճանապարհ չի լինելու Լավրովն էլ բարձրաձայնեց ասաց արմյանսկի ստորана этот вопрос вообще не обсуждается и не будет там дорог բայց հարցը կա չէ հանգստացին գնացին իրանց տները մենք դժողով մենք ենք ժողովուրդ սա չեք ուզում դուք ընկալեք ինչ ենք դժվող որ բլոկադայի մեջ ենք մնում իհարկե մեր տնտեսությունը մի երկիր եթե կոմունիկացիան չի աշխատում նա չի զարգանում
Եթե դուք սա փակել եք նստել չեք զարգանալու։ Ուզում եք չեք ուզում։ Բլոկադայի մասին բա ինչի չեք մտածում, երբ որ դեմ եք, որ Ղարաբաղի հարցը լուծվի։ Ահա։ Ով չէր մտածում։ Բլոկադայի մասին այն ժամանակ ինչի չէիք մտածում, որ չենք զարգանում տնտեսապես։ Բայց ես խի եմ ներկայացրել ծրագիր, որ գնանք փոխզիջմա, որ գնանք այս տարածքները տալու, որ գնանք, եթե ես չմտածեի, չէի առաջարկի։ Հասկանալի է։ Պարոն Բաբայան, կհանդիպենք ընտրություններից առաջ կամ ընտրությունների ընթացքում։ Շնորհակալ եմ միշտ հետաքրքիր է զրուցել, հաջողություն, լավ եղեք։ Դուք էլ լավ մնացեք։